Սիրելի ժողովուրդ, պարոն Պապիկյանի ասածներին մի բան էլ ավելացնեմ։ Նշեց, որ կալուգացու տոհմից 6 արուզավակա վեսնել չեն ծառայել, բայց մի անամոթության մասին էլ ավելացնեմ։ 2 օր առաջ կարդացի իրենց ցուցակով թեկնածու առաջադրված նախկին հանրապետական Վայոց Ձորի մարզպետը հայտարարել է, որ պարտադիր զինծառայությունը պետք է լինի 2 տարի։ Հասկանում եք, չէ, անամոթության մակարդակ, այսինքն ուզում են 1.5 տարի, որ մենք դարձրել ենք, նորից դարձնեն 2 տարի։ Անամոթության մակարդակը իրենց տղեկին փախցնում են բանակից, բայց սովորական մարդիկ, ովքեր օլիգարխի ծնունդ չեն, էլ ոնց կլինի 1.5 տարի ծառայեն։ Անամոթներ։ Իդե պետքա ստուգել այդ հանրապետականի տղան, եթե ունի տղա ծառայելա, թե չէ, կստուգենք։ Սիրելի ժողովուրդ, արդեն 2 տարի 3 ամիս է ինչ Հայաստանի սահմաններին հակառակորդի կրակոցից չունենք որևէ զոհ, որևէ վիրավոր։ Եվ սա ինքն իրեն չի եղել։ Սա եղել է տարիների տքնաջան բանակցությունների շնորհիվ։ Բանակցություններ, որի ընթացքում բանակցողներին անվանարկել են, վիրավորել են, մեղադրել են աշխարհում գոյություն ունեցող բոլոր մեղքերի մեջ։ Եվ հիմա ելույթ կունենա մարդ, որ այս բոլոր մեղադրանքների ներսից եւ դրսից հարվածների ընթացքում անշեղորեն գնացել է մեր բոլորի նպատակի հետևից։ Բանակցությունները պսակել հաջողությամբ եւ վարչապետի առաջնորդությամբ մեզ համար ապահովել փաստաթուղթ կամ փաստաթղթեր, որոնք կբերեն խաղաղություն։ Ելույթ կունենա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Բարի երեկո իմ շատ հարազատ լոռեցիներ, այսօր և երեկ դուք մեզ անասելի ոգևորություն և բերկրանք եք պարգևել, մենք գալիս ենք ձեզ ոգևորելու, մենք ձեզնից ոգևորված գնում ենք, շնորհակալ եմ շատ դրա համար։ Սիրելի լոռեցիներ, առաջարկում եմ արագ համառոտ մի հատ միասին նորից մի անգամ ևս ամփոփենք, հասկանանք ուր ենք մենք հասել և ուր ենք գնում։ Սկսում եմ ամենակարևորից։ Սիրելիներս, 35 տարի հետո մեր պատմության մեջ առաջին անգամ, պետականության գոյության ընթացքում առաջին անգամ մենք ունենք հաստատված խաղաղություն։ Մենք ունենք հաստատված խաղաղություն և մեր եղբայրները և որդիները այլևս չեն զոհվում կամ վիրավորվում սահմանի վրա։ Մենք ունենք հաստատված խաղաղություն, որը մեզ բերում է ոչ միայն այդքան փափագելի և երկար սպասված անվտանգությունը, այլև մեծ տնտեսական հնարավորություններ։ Սիրելիներս, մենք երթևեկում ենք ճանապարհներով, որոնք երբեք չենք տեսել և չենք ունեցել։ Մենք լսել ենք հեռվից շարունակաբար, լսել ենք ինչ-որ հյուսիս-հարավի մասին, ինչ-որ առասպելական մի բանի մասին, որը պիտի սարքվեր և այդպես էլ չէր սարքվում, բայց դրա փոխարեն ինչ-որ օլիգարխների դղյակներ էին բազմանում։ Հիմա մենք ունենք այդ ճանապարհները։ Սիրելիներս, մենք ունենք գերժամանակակից, հարմարավետ, գրավիչ դպրոցներ, ամեն ինչով հագեցած դպրոցներ և մեր երեխաները հաճախելու են այդ դպրոցները, մեր երեխաները ոչնչով պակաս չեն, մեր երեխաները արժանի են այդ դպրոցին, նրանք ոչնչով պակաս չեն ֆրանսիացի, գերմանացի, դանիացի երեխաներից։ Մենք ունենք առողջության ապահովագրություն, որի շնորհիվ մեր բոլորի վճարած հարկերով մարդը, ընտանիքը միայնակ չի մնում առողջական խնդիրների և դրանից բխող ֆինանսական բեռի առջև, և սա ամբողջական և սպառիչ ցանկը չի, հարգելի քաղաքացիներ, և չի էլ կարող այդպիսի ցանկ գոյություն ունենալ, որովհետև այս ձեռքբերումների ցանկը
ամեն օր, ամեն ժամ ավելանում է։ Մենք ձեզ հետ միասին, այս բեմում կանգնածները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ձեր հետ միասին, ամեն օր, ամեն ժամ, մեր ձեռքերով, այս ձեռքերով կառուցում ենք մեր երազանքների Հայաստանը։ Մենք կառուցում ենք մեր երազանքների Հայաստանը, որը հաճախ, ավանդաբար, փնտրել ենք այլ տեղերում, կամ փնտրել ենք այլ ժամանակներում, ապագայում, բայց մենք այսօր ունենք այդ Հայաստանը, իրական Հայաստանը, մեր երազանքների Հայաստանը, եւ մենք չենք թողելու բացառվում է, թող մտքներից հանեն, մենք չենք թողնելու մեզնից խլել մեր հայրենիքը, մենք նոր ենք հետ խլել իրենցից այդ հայրենիքը, մենք չենք տալու նրանց այդ հայրենիքը։ Մենք չենք տալու մեր երազանքների Հայաստանը ոչ սատկածառյուծների հետյալ Ռոբերտ Քոչարյաններին, ոչ բելարուսամետ Ծառուկյաններին, ոչ կալուգացի օլիգարխներին, ոչ նրանց Հայաստանի քաղաքական դաշտ գործ ուղած զանազան երկրների կանտորաներին, չենք տալու։ Մենք չենք տալու մեր երազանքների Հայաստանը, որտեղ մենք իրար հետ, ձեր հետ միասին թանկ, չափազած թանկ գին ենք վճարել սրա համար։ Մենք ծանր, չափազած ծանր փորձությունների միջով ենք անցել, տառապանքների միջով ենք անցել։ Մենք մեր կյանքն ենք դրել ինքնիշխան Հայաստանի զոհասեղանին։ Մենք մեր ընտանիքներին, մեր սիրելիներին ենք դրել այդ զոհասեղանին եւ մենք պատրաստ ենք դանել նորից ու նորից ու նորից ու նորից հազար անգամ, այնքան ժամանակ, քանի դեռ որևէ մեկ ամպ գոնե կստվերի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, մեր ժողովրդավարությունը, մեր երջանկությունը, մեր զարգացման հնարավորությունը եւ մեր խաղաղությունը։ Եվ ուրեմն սիրելիներս, կեցե Հայաստանը, կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Սիրելի բարեկամներ, մեր վարչապետի թեկնածուն իսկական է։ Եվ երբ ես ասում եմ նա իսկական է, ես նկատի չունեմ իսկական է բառիս բյուրոկրատական իմաստով, որ օրինակ ունի միայն Հայաստանի քաղաքացիություն եւ հետեւաբար կարող է լինել падգամավորի եւ վարչապետի թեկնածու։ Ոչ։ Ես նկատի ունեմ, որ նա իրոք իսկական է։ Երբ նա